Նախ խնդրեմ ներկայանաք եւ ասեք, թե ինչ նպատակով եք այսօր այստեղ։ Ես Գուրգենն եմ, նախ ասեմ, որ ամեն տարի ես գալիս եմ Ձեռնարկաբերդ ու իմ հիմնական պահանջը, այսպես ասեմ, թե խմիստը գալիս, այդ իմ հիշողություններն է կապված թե մեր անցյալի հետ, որ մենք ունեցել ենք ընդհանուր անցյալ ու այդ անցյալը մեծ ցավ է պատճառել, թե այդ ու ինչ է տեղի ունեցել, մենք չենք կարող ուղղակի մոռանալ։ Որպես երիտասարդ, ինչպես կնկարագրեք, դուք Ադրբեջանի, Թուրքիայի հետ պատրաստ եք խաղաղության գնալ, որքան էլ որ Հայաստանի իշխանությունների կողմից հրամցվում է, որ արդեն խաղաղության դարաշրջանը բացվել է եւ դա այսպես կոչված մնայուն է լինելու։ Ըստ ինձ խաղաղությունը դա պարտադիր պայման է, քանի որ մենք նաև հարևան պետություններ ենք հանդիսանում, շատ կարևոր է, որ մենք լինենք նաև խաղաղության մեջ, բայց պետք չէ մոռանալ, թե ովքեր են նրանք եւ ինչեր են մեր հետ արել։ Պետք է այնինչ որ տեղի ունեցավ 2023 թվականին Արցախում, այնինչ տեղի ունեցել 1918 թվականին Արևմտյան Հայաստանում, դրան ինչ որակում կտա։ Ոչինչ մոռանալ պետք չէ, ուղղակի պետք է շարժվել առաջ եւ մտածել ապագայի մասին, իսկ ապագայի մասին մտածելու համար պետք է ունենալ կայուն խաղաղություն։ Իսկ պատմական ակնարկ եթե փորձեք կատարել, այդ պատմությունը ձեզ ինչ է սովորեցրել հայերին։ Պատմությունը սովորեցրել է չհանձնվել, շարունակել պայքարը, քանի որ մեր մեջ կան մարդիկ, ում չգիտեմ նախապապերը կամ նախատատերը կարողացել են ինչ-որ կերպ ողջ մնալ եղեռնից հետո եւ շատ կարեւոր է շարունակել ուղղակի պայքարը եւ ապացուցել բոլորին, որ մենք ավելին ենք անհասկ եւ շատ ստեղծարարական, շատ նորարարական մի ունենք բոլորս։ Այնինչ տեղի ունենում այս օրերին եկեղեցու դեմ այդ արշավը, ինչպես կբնորոշեք հաշտ եք արդյոք այդ իրականության հետ։ Անկեղծ ըստ ինձ դա պետք չէ տեղի ունենա եւ կա ինչ-որ ներքաղաքական վիճակ, ես քաղաքականության հետ կապ ունեմ եւ չեմ ուզում այդ ինչ-որ փորձեմ եզրակացություններ անել, թե ինչու է դա տեղի ունենում։ Բայց չեք այդ իրականության հետ, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Ինչ-որ չափով։ Շատ լավ։ Իսկ որպես երիտասարդ, ձեր կոչը ավելի երիտասարդ սերնդին, ինչը կլինի։ Համախմբվել եւ ընդհանուր պայքար տալ։